Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Թոմի Փիգոտը։ Նրա հաղորդագրության համաձայն Ռուբիոն բարձր է գնահատել Լիբանանի ինքնիշխանությունն ապահովելու եւ այն վերականգնելու պատմական հնարավորությունն իրագործելու գործում նախագահ Աունի խիզախությունը։ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Լիբանանի կառավարությանը ինքնիշխան պետություն կառուցելու եւ հարևանների հետ խաղաղության հասնելու գործում։ Ռուբիոն ընդգծել է, որ Իսրայելի հետ երկկողմ բանակցությունները երկրի վերականգնման եւ բռնության շղթան կոտրելու միակ ուղին են։ Կողմերը քննարկել են հունիսի 23-ից 25-ը Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը, որտեղ ակնկալվում է առաջընթաց գրանցել տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Պետքարտուղարը նաեւ վերահաստատել է Հեզբոլլահի զինաթափման եւ Լիբանանի ողջ տարածքում պետական վերահսկողության վերականգնման անհրաժեշտությունը, կարևորելով այդ հարցում տարածաշրջանային դաշնակիցների հետ համագործակցությունը, նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելը եւ Հեզբոլլահը հրադադարի համաձայնության են հասել, սակայն նույն աղբյուրի համաձայն օրվա ընթացքում Լիբանանի հարավի ռմբակոծությունը շարունակվել է։ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ դիվանագիտական գործընթացը միայն եթե Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ մոտենա համաձայնագրի կատարմանը եւ երաշխավորի, որ Իսրայելը նույնպես կպահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները։ Հայտարարությունը հնչել է, երբ չեղարկվել են Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունները։ Իրանցի դիվանագետը դատապարտել է նաեւ Լիբանանի ուղղությամբ Իսրայելի վերջին հարձակումները, ընդգծելով, որ Իսրայելի կողմից պատերազմի շարունակումը կհանգեցնի ծանր եւ անխուսափելի հետևանքների։ Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է խաղաղություն հաստատել բոլոր ճակատներում, այդ թվում Գազայում։ Խաթիբզադեն պարզաբանել է, որ հակամարտության հետ ունեցած անմիջական կապի պատճառով Լիբանանը ներառվել է փոխըմբռնման հուշագրում։ Լիբանանում եւ ողջ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն չի լինի, քանի դեռ չի դադարեցվել օկուպացիան եւ Իսրայելը չի ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին, ընդգծել է Պաշտոնյան։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցին, նա հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի նավագնացության ծառայություններ մատուցել Օմանի հետ համակարգմամբ եւ միջազգային իրավունքին համապատասխան։ Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ իր երկիրը համաձայնագրով նախատեսված 60-օրյա ժամանակահատվածում նեղուցով անցնելու համար վճար չի գանձի, սակայն նշել է, որ դրանից հետո կներդրվի ջրային ուղու կառավարման նոր մեխանիզմ եւ այն կներկայացվի տարածաշրջանի երկրներին։ Խաթիբզադեն նաեւ հայտարարել է, որ ապագա ցանկացած համաձայնագիր պետք է ներառի իրանական բոլոր միջոցների ապասառեցումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելարուսի տարածքում իր տվյալով կան վերահաղորդիչներ։ Ըստ նրա, դրանք օգտագործվում են իշահ ռուսական զորքերի, իսկ բելարուսական վառելիքը մատակարարվում է Ռուսաստան։ Զելենսկու խոսքով Մինսկին մեկ շաբաթ է տրամադրվել այդ գործոնները վերացնելու համար։ Հակառակ դեպքում, ըստ Ուկրաինայի նախագահի, դա կանեն իրենք։ Բացի այդ, Զելենսկին հերքել է Բելարուսում երեխաներին տեղափոխող ավտոբուսի հարվածին Ուկրաինայի մասնակցության մեղադրանքները տեղի ունեցածը որակելով սադրանք։ Անգլիայի հարավում գնացքներ են բախվել։ Միջադեպը տեղի է ունեցել Բեդֆորդից ոչ հեռու։ Շարժվող գնացքը բախվել է անվտանգության համակարգի խափանման պատճառով գծերում մնացած այլ գնացքի։ Շտապօգնության ծառայության տվյալով զոհվել է 1 մեքենավար, եւս 11 ուղևոր ծայրահեղ ծանր վիճակում է, 22-ը ծանր, 56-ը թեթև վնասվածքներ է ստացել։ Դավիթ Մուրադյան, լուրեր։